Ապրիլի 22-ից 24-ը հանրապետության մի շարք գլխավոր փողոցներ փակ են լինելու ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանման և ճանապարհային երթևեկության կազմակերպման համար։ Մասնավորապես փակվելու են Հանրապետության հրապարակի հարակից Գրիգոր Լուսավորիչ Բեյրութի, Գրիգոր Լուսավորիչ Իտալական, Մաշտոց Ամիրյան, Տիգրան Մեծ Մելիք-Ադամյան, Թումանյան Աբովյան, Թումանյան Նալբանդյան փողոցները։ Ապրիլի 24-ին ամբողջովին փակվելու է Բաղրամյան պողոտան և Հանրապետության հրապարակը։ Ապրիլի 1-ից ոստիկանության ստորաբաժանումները կարելի ասել անձրեն ուժեղացված ծառայության Երևան քաղաքում եւ մարզերում հասարակական վայրերում ավելացվել են բարեկապակետային ծառայության վերակարգերը։ Հիմնականում արդեն ապրիլի 5-ից նաեւ ծառայություն է իրականացվում ծառայողական շներով։ Ապրիլի 22-ին և 23-ին մարզահամերգային համալիրում կայանալու է ընդդեմ ցեղասպանության հանցագործության միջազգային ֆորումը, որին մասնակցելու են բարձրաստիճան պաշտոնյաներ։ 23-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում կատարվելու է սրբադասման արարողություն, որին մասնակցելու համար քաղաքացիները Բրազիլիայի հրապարակից ժամը 14:00-ին անվճար ավտոբուսներով կտեղափոխվեն Էջմիածին։ Նույն օրը ժամը 8:30-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա System of a Down Rock խմբի Արթնացեք հոգիներ համերգը։ Համերգի մուտքն ազատ է, բայց մարդկանց թիվը սահմանափակ է լինելու։ Սահմանաչափը սահմանված է մոտ 50,000-ի կարգի։ Սարքեր են տեղադրվելու, երբ որ քաղաքացիները կմոտենան անվտանգության գոտիներում համապատասխան զննում անցնելուց հետո կհասնեն այդ սարքերին, այդ սարքերը անցնելու ժամանակ սարքը հաշվում է։ Ապրիլի 24-ին մինչև ժամը 13:00 քաղաքացիների համար Ծիծեռնակաբերդի մուտքը փակ է լինելու։ Դրանից հետո վերջիններս կարող են այցելել համալիր հարգելու Եղեռնի զոհերի հիշատակը։ Նույն օրը երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի կունենա վերածնունդ համերգ ակցիան։ Միջոցառումները կսահմանափակվի ժամը 22-ից Հանրապետության հրապարակից ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ։